Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դեկտեմբերի 12-ին Հայաստանի զինված ուժերում զինծառայողը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել եւ մահացել։ Մանրամասների ու պատճառների մասին պաշտպանության նախարարը տեղյակ չէր։ Միայն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում։ Հարցը քննչական կոմիտեի տիրույթում է եւ նոր բան նախաքննության շահերից ելնելով ես ասել չեմ կարող։ Սահմանին, սակայն ըստ Պապիկյանի վիճակը հանգիստ է։ Հիմա պաշտպանության նախարարի տեղեկացմամբ զինված ուժերում խնդիրը քամին ու բուքն է։ Մենք մինչև 3500 մետր բարձրության դիրքեր ունենք։ Դուք հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը եւ արդեն հոկտեմբերից կարող է նաեւ ձյան շերտ այնտեղ տեսանելի լինել։ Մեր բոլոր դիրքերի ճանապարհները մշտապես փակվում են եւ բանակային դիրքեր տանող ճանապարհները ամեն ինչ արվում է, որ մշտապես բաց լինեն։ Ավելի ուշ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնել է հոդվածով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ազգային ժողովի կողմից Պապիկյան ազգային ժողով էր բերել պարտադիր զինծառայության ժամկետը 24 ամսից 18 ամիս դարձնելուն վերաբերող նախագիծը։ Այդ որոշումը կտարածվի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայություն զորակոչվող քաղաքացիների վրա։ օրենքի նախագիծը այն կարևոր մասերից է, որը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության բանակը պրոֆեսիոնալ դարձնելու։ Պաշտպանության նախարարությունը ակնկալում է, որ փոփոխությունների ընդունմամբ կկրճատվեն նաև պարտադիր ծառայության կազմակերպման ծախսերը, սկսած 2027-ի երկրորդ կիսամյակից։ Սա պայմանավորված է նրանով, որ 2026-ի հունվարից սկսված ծառայության ժամկետը կավարտվի 2027 թվականի հուլիսին։ Ընդդիմությունը նախագծում անհամապատասխանություններ է տեսնում։ Գործում է եւս մեկ օրենք, Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, այդ բանակից խուսափածների, որոնք վճարման դեպքում ինչ որ ժամկետներ են, բայց այդ օրենքը շարունակվելու է գործել, որտեղ նշված է 24 ամիս։ Այսինքն բազմաթիվ օրենքներում անհամապատասխանություն է, ոնց են հասցնելու, որ բոլոր օրենքները համապատասխանեցվեն այս ձեր ներկայացրածին։ Հնարավորինս արագ կարող ենք դա փոխել, եթե նման հարց է ծագել։ Խորհրդարանական ընդդիմությունը նաև իշխանություններին մեղադրում է, որ նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները ավելի շատ նախընտրական քարոզչություն են, եւ որ իշխանությունները մինչեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն ամեն հնարավոր միջոցներով ու եղանակներով փորձելու են բարձրացնել իրենց ժողովրդականությունը։ Այն, որ սա նախընտրական գործողություն է, նախընտրական քայլ է, դա նույնիսկ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այս նախաձեռնությունը նախընտրական չի հաստատ։ Ինչքան էլ մենք ասենք, դուք ասելու եք նախընտրական է։ Կարճ քննարկումներից հետո ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ Այն ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ։ Չնայած իրավապաշտպանների կոչերին հայ-ադրբեջանական Ամերիկայի խաղաղության կուլմինացիան Երևանի եւ Բաքվի գլխավոր դիվանագետների նախաստորագրած փաստաթուղթը այդպես էլ առանձին կետ չներառեց, անդրադարձ չունեցավ Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվող գերիների, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին, թեպետ մինչև եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ կողք կողքի նստած խաղաղության նախագահ Թրամփը խոստացավ Ալիևին կխնդրի քրիստոնյաներին հայրենիք վերադարձնել, խնդրեց այս հարցի պատասխանը 4 ամիս անց էլ չկա, իսկ այն, ինչ այս խնդրի հետ կապված հիմա ասում է Երևանը, հետևյալն է։ Սա ազգայուն հարց է, մեր դիրքորոշումը հետևյալն է, այս խնդիրը հասցեագրվի առավել հեշտ, ինչպես նաև խաղաղության եւ համագործակցության մթնոլորտում, ոչ թե հակամարտության։ Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը, քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ փոքր քայլերով, ավելի ու ավելի իրատեսական է դառնում խնդրի լուծումը։ Մեր դիրքորոշումը սա է, ուստի խաղաղություն հաստատել նշանակում է լուծել մյուս խնդիրները նույնպես, սա է մեր ընկալումը։ Ստացվում է օգոստոսի 8-ին խաղաղությունը եկել էր, բայց հիմա կրկին սպասում ենք դրան հասցեագրելու ռազմագերիների խնդիրը։ Ընթացած Բաքվի իշխանությունները չեն թույլատրում շոու դատավարությունների տեմպը, նիստերը հազիվ են հասցնում իրար հաջորդել։ Ոչ աշխատանքային շաբաթ կիրակիներն անգամ խնդիր չեն։ Այստեղ մարդու իրավունքների Եվրադատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը ընդգծում է, հավելյալ վկայություն է, ինչպես մեղադրական ճառերն, այնպես էլ ապագա վճիռները նախապես գրել պատրաստել են։ Սիրանուշ Սահակյանի համոզմամբ այնուամենայնիվ Ադրբեջանն այսպիսով չի կարող զինաթափել միջազգային իրավական արսենալը, ավելի ճիշտ հակառակը։
իրավական հնարավորությունները լայնվում են, որովհետև հասկանալի է, թե հայկական կողմը եւ թե միջազգային գործընկերները չեն կարող ազդել Ադրբեջանում ընթացող ներպետական գործընթացների վրա, որոնք ամբողջովին ադրբեջանական իշխանությունների ինքնիշխանության եւ կմահաճույքների տիրույթում են։ Այլ հարց է, որ այդ խախտումները արդեն տեղի են ունեցել, դրանք արձանագրվել են։ Հայկական կողմին մնում է այս արձանագրված խախտումները ներկայացնել վերազգային դատարանների քննությանը, ցուցադրել, որ այդ դատավարությունները եղել են ապօրինի, հիմնարար իրավունքները խախտվել են, ուստի դատավարությունների արդյունքն ամփոփող դատավճիռները լեգիտիմ չեն։ Ինչ վերաբերում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործին, որն անջատ է 15 միասնականից, ապա վերջին նիստերի ընթացքում նա պահանջել է իրեն տրամադրել քրեական գործի նյութերը, ու թեև Ալիևի ուղիղ վերահսկողության ներքո գործող լրատվականները գրում են, թե դատարանն այն բավարարում է, Ռուբեն Վարդանյանը շարունակում է այդ մասին բարձրաձայնել։ Իրավապաշտպանների գնահատմամբ հայցը բավարարում են, հարցը չլուծում։ Ադրբեջանական դատարանը իր դերի մեջ է։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության գործընկերների հրավերով մասնակցել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում հանդիպմանը, որտեղ քննարկվել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջընթացը եւ առաջիկա քայլերը։ Եվրամիությունը աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, դիմակայունության ամրապնդմանը, հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն, ինչպես նաեւ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու իհարկե Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Ադրբեջանի տարածքով Հայաստան նոր ապրանքի խմբաքանակ է ուղարկվել, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նաև նշել է, որ ադրբեջանական նավթամթերքի ներմուծման գործընթացը առևտրային գաղտնիք է եւ մանրամասներ չի կարող հայտնել։ Հիշեցնենք, որ Դոհայում Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտնել էր, որ կողմերը քննարկում են նավթի եւ նավթամթերքի արտահանման հարցը Հայաստան։ Առևտրային գաղտնիք չեմ կարող ասել։ Այսինքն ներողություն, ընկերությունը ապրանք է ներկրում եւ Ես դա իրանցից հարցրեք բոլոր ընկերություններին, թող իրանք հաստատեն կամ չէ։ Ես դրա դիմավորել եք, որ ընկերություններ բերել։ Դրա մասին մենք պարզաբանել ենք Բաղրամյանի ալերաղաց, բայց շարունակվում է, ճանապարհին կա։ Երկրորդ խմբականակը։ Երկրորդը եկել է, դե գիտեք դրա մասին, ճանապարհին հիմա նոր խմբականակներ կան։ Որտեղ էլի նույն Կգա ես տոննաներով կհրապարակեմ։ Այս պայն դրանից ավել չեմ կարող ասել։ 2026-ին հնարավոր է լինելու էլեկտրամոբիլներ ներկրել առանց վճարելու ավելացված արժեքի հարկը։ Խոսքը 15,000 ավտոմեքենայի մասին է։ Այս ցանկին ավելացվել են նաև էլեկտրական շարժիչներով բեռնատարները։ Ավելացրած արժեքի հարկի չվճարման պայմանից օգտվելու համար կար օրենքով սահմանված պայման, այն է մեքենան պետք է լինի առավելագույնը 2 տարվա արտադրության։ Սակայն հաշվի առնելով բազմաթիվ դիմումները, կառավարությունը սահմանել է, որ այս կանոնը գործելու է 2026-ի փետրվարի 1-ից, իսկ մինչև այդ հնարավոր է ներկրել ավելի հին արտադրության էլեկտրամոբիլներ եւ չվճարել ավելացված արժեքի հարկը։ Այս փոփոխությունը կիրառվել է, որպեսզի նրանք, ում պատվերը դեռ ճանապարհին է, հասցնեն մաքսազերծել հին արտադրության մեքենան։ Բաշխելու ենք մի մասը դիլերներին, մի մասը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։ Եթե դիլերներին տված քվոտայից մնա քանակ, իսկ այս պահին ես տեսնում եմ, որ մի քանի 100-ը մնալու է։ Այդ քանակը մենք տրամադրելու ենք ոչ դիլեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ըստ իրենց ներմուծման հերթականության։ Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, ըստ որի առաջարկվում է նախատեսել հնարավորություն տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաև թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ ստապ վիճակում գտնվելու փաստի ստուգում եւ դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանությունն իրավունք ունի տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնել միայն արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն, այսինքն ոչ ստապ վիճակում գտնվելու փաստի ստուգում, իսկ թմրանյութ օգտագործած վիճակում վարելու կասկածի առկայության դեպքում նշված փաստի ստուգումն իրականացվում է միայն այրյան կամ մեզի միջոցով, բժշկական կազմակերպությունների կողմից։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել գործուն եղանակով կանխարգելել թմրանյութ օգտագործած վիճակում վարելու դեպքերը։
Օրենքում առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունը՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի համապատասխան օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի ԺԴ կետը մաքուր ալկոհոլի բառերից հետո լրացնել կամ կենսաբանական ծագման նմուշներում թմրամիջոցի կամ հոգեմետ հոգեներգործուն նյութի բառերով։ Հանրային տրանսպորտում շարունակվում են արձանագրվել դեպքեր, երբ քաղաքացիները ուղևորափոխադրման դիմաց չեն վճարում։ Այս մասին նամակներ է ստացել Երևանի քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ կա հանրային պահանջ խստացնել վերահսկողությունը տրանսպորտում։ Քաղաքապետը ակնկալում է, որ այդ առումով կոնկրետ քայլեր արվեն։ Ավինյանը տեղեկացրել է, որ տրանսպորտում վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար դեկտեմբերին հաստիկացուցակը կհամալրվի։ Երևան քաղաքի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է։ Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին եւ 14-ին 1.7 եւ 4.9 անգամ, դեկտեմբերի 14-ին Շենգավիթում 1.8 անգամ, Արաբկիրում 1.9 անգամ եւ Նոր Նորքում եւս 1.9 անգամ։ Երևանի Հանրապետության հրապարակ կայարանի հարևանությամբ Խաչքարերի պուրակում բացվել է աշխարհում ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը, որը անվճար է եւ ներառական է 0-ից 12 տարեկան երեխաների համար։ Նման խաղահրապարակ կկառուցվի նաեւ Միսաք Մանուշյանի պուրակում։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել թանգարաններում էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգի արդիականացման փաթեթին, որի արդյունքում համակարգին կմիանան եւս 18 մասնաճյուղ թանգարաններ համապատասխան սարքավորումներով։ Դրանով ամբողջական կդառնա ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների միացումը տոմսային համակարգին։ Ծրագիրը գործում է 2023 թվականի նոյեմբերից եւ արդեն ներառում է 19 թանգարան։ Դեկտեմբերի 12-ին Երևանի ռեստորաններից մեկի մոտ Լեհաստանի քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով հարուցվել է քրեական վարույթ 16 անձի դեմ։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ 7 հոգու նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ 9 հոգու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը վարույթ է կրել խուլիգանության եւ ֆիզիկական ներգործության մեղադրանքներով։ Լևոն Թոքմաջյանի Պարույր Սևական լրելի զանգակատուն քանդակը, որը օրերս տեղադրվել էր զանգակատան դպրոցի բակում, կհեռացվի։ Պարույր Սևակի Թոր Սևակ Ղազարյանի խոսքով արձանը հեղինակային նախաձեռնություն ու նվեր է համայնքին, պետական պատվեր կամ ֆինանսավորում չի եղել։ Սոցցանցերում առաջացած բուռն արձագանքից հետո անցկացված հարցման արդյունքում բնակիչների ավելի քան 80%-ը կողմ է արտահայտվել արձանի հեռացմանը։ Սակայն Ղազարյանը դատապարտել է հեղինակի գյուղացիների եւ հատկապես աշակերտների նկատմամբ թիրախավորումն ու վիրավորանքները, դրանք համարելով անընդունելի։ Պահանջում ենք անհապաղ հեռացնել այս քանդակը, բոլորովին նման չէ մեր Սևակին, ուղղակի խայտառակություն է։ Չեմ համարձակվում քննադատել քանդակագործին, որովհետև նրա գործերը անզուգական են, բայց կներեք, սա պարզապես չստացված է։ Եթե անկեղծ շատ տգեղ արձան է, ճիշտ կլինի, որ հեռացնեն։ Սևակի մասին սխալ պատկերացումներ կառաջանան երեխաների մոտ։ Ախր Պարույր Սևակին ընդհանրապես նման չի, շատ բացասական ու տհաճ ազդեցություն ունի։ Մի քանի օր է ինչ համացանցը պայթում է օգտատերերի գրոհից, շատերը չեն հավանել Պարույր Սևակի նորաբաց արձանը։ Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած գործը օրեր առաջ է տեղադրվել զանգակատան միջնակարգ դպրոցի բակում ու արժանացել բազում քննադատությունների։ Հակագեղագիտական են որակում քանդակն ու պահանջում հեռացնել աշխատանքը։ Այդ բազմատաղանդ բանաստեղծը կարծես տապարով տաշած լինի, մարմինը զարհուրելի տեձ է, մեկը գրել էր անլռելի զանգակատան ողբերգությունը, ոչ մի ողբերգություն ես դրա մեջ չտեսա, բացի շատ կոպիտ, գրոտեսկի հասնող արձանից։ Ինքը ոչ մի կապ չունի Սևակի հոգեկերտվածքի հետ։ Վստահեք մարդկանց առաջին գնահատական։ Այդ արձանը բանում է, առաջացնում է միայն տհաճություն։ Քանդակագործ Արթուր Գևորգյանը նույնպես չի հավանել բանաստեղծի Մարմարե Կիսանդրին, նկատում է խնդիրը հատկապես անվանի անձանց քանդակների ստեղծման դեպքում մասնագիտական խորհրդի ու արձանների տեղադրման հստակ կարգի բացակայությունն է, որի առկայության դեպքում գոնե հնարավոր կլիներ օբյեկտիվորեն գնահատել ստեղծագործության գեղագիտական արժեքը, նախքան այն հանրային վայրում տեղադրելը։ Կարող շատ լավ էսկիզը, շատ վատ քանդակ դառնա, շատ լավ քանդակը շատ վատ տեղադրվի։ Կարճ մի բառով կասեմ, վատ արձան է։
Այսինքն գրոտեսկի մի աստիճանի է հասցված ամեն ինչը, համաչափության խնդիրները եւ էմոցիոնալությունը խանգարել են արձանի տրամաբանությանը, կերպարի բացահայտմանը։ Պարույր Սևակ անլրելի զանգակատուն, այսպես է հեղինակը անվանել իր նոր աշխատանքը, որը ըստ նրա լիովին արտացոլում է Սևակի հոգեկերտվածքն ու խառնվածքը։ Լևոն Թոքմաջյանը զրույցում նշել է, որ քանդակը ստեղծելու պատվեր չի ունեցել, իր նվիրատվությունն է դպրոցին։ Ինչ վերաբերում է քննադատություններին, հեղինակը ընդգծում է այստեղ կոնցեպտուալ մտածողության հարց է, ասում է, սա իրանից հետո սա իր լավագույն գործն է։ Ես ագրեսագետ եմ, իմ պատկերացումով ստեղծել եմ Պարույր Սևակի հոգեբանական, բնավորության, ռոմանտիկ մի կերպար եւ կոչել եմ անլրելի զանգակատուն։ Ես չի ուզում որ ֆոտոգրաֆիա լիներ, ես չի ուզում որ միսու արյուն լիներ, ես ուզում եի հոգի լիներ։ Ամբողջ կոմպոզիցիան, եթե դուք նայել եք քանդակը, ներքևը լայնությամբ ցած բարձրանում է, նեղանում է, դառնում է միա ոնց որ զանգ լինի, ղողանջ լինի։ Այս է եղել իմ նպատակը։ Թող հասկանան, նման չի, ես չի, ինչ անաշում նման չի։ Ես բնավորություն եմ ստեղծել, ես հոգեբանություն եմ ստեղծել։ Միևնույն ժամանակ, սակայն համացանցում չեն դադարում քննադատություններն ու բացասական արձագանքները արձանի վերաբերյալ։ Որոշ արվեստագետներ նույնիսկ դիմել են բանաստեղծի Թորանը հորդորել անհապաղ հեռացնել քանդակը։ Ապարանում դեկտեմբերի 13-ին ուժեղ քամի է եղել։ Տապալել է ապարանի գլխավոր տոնածառի մոտ տեղադրված ամանորյա զարդարանքները, խաղալիքներն ու լուսային կոնստրուկցիաները։ Բարեբախտաբար այդ պահին որևէ մեկը անցնելիս չի եղել։ Քաղաքապետ Կարեն Եղազարյանի գլխավորությամբ ողջ թիմը սպասում է, որպեսզի քամին մի քիչ հանդարտվի, որպեսզի նորից զարդարանքները բերեն նախկին տեսքին։ Քամին մի քիչ հանդարտվելուց հետո ապարան խոշորացված համայնքի ղեկավարն իր թիմով ու ապարանի բնակիչները գործի են անցել։ Վերականգնել են տապալված կոնստրուկցիաները, նորից ամրացրել խաղալիքները։ Սաղ աշխատում են, որպեսզի շատ կարճ ժամանակում նորից տեսքի բերեն տոնական զարդարանքները ու այդպես է լինելու է։ Ընդհանուր առմամբ հանգստյան օրերին հանրապետության ամբողջ տարածքում է նկատվել քամուշ գնություն։ Միայն դեկտեմբերի 14-ին ժամը 18-ից հետո է այն զգալիորեն նվազել։ Դեկտեմբերի 15-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում 24-ամյա Գագիկը Մազդայով Երևան-Սևանի-Ջևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի եղևնիների ու հայտնվել դաշտում։ Վարորդը տեղում մահացել է, նրա մարմինը մեքենայից դուրս բերելու համար ժամանել են փրկարարծարայության Սևանի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Ըստ տեղեկությունների մահացածը զորացրվել էր եւ մեկնում էր զորամաս զինվորական գրքույկը ստանալու։ Ժամանել են պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, ովքեր էլ դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են քննչական գլխավոր վարչության, քննչական կոմիտեի գլխավոր զինվորական վարչություն։ Դեկտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Վանաձորի Դեմիրճան փողոցում 22-ամյա Տիգրանը Մերսեդեսով վրաերթի ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող 73-ամյա Նևրիկին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահումն արձանագրել է հետիոտնի մահը։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 3-րդ դասակի պարեկները։ Դեկտեմբերի 12-ին Զովունի Եղվարդ ճանապարհին բախվել են 36-ամյա Վաչեի Զիլ Բեռնատարն ու 41-ամյա Անտոնի Լադան։ Երկու հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեկտեմբերի 14-ին ապարանի Գնթունիք սուպերմարկետի տանիքում կրակ եւ ծուխ է նկատվել։ Մինչեւ հրշեջների ժամանումը տանիքի մի հատվածում առաջացած կրակի տարածումը կանխել են սուպերմարկետի աշխատակիցները։ Հետո ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները մարել են այն։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Այս կողմից չկա։ Արջևի հատվածում ամենայն դեպս կրակ չի նկատվում, ասին հետևի կողմից է կրակ ու ծուխ նկատվել։ Դեկտեմբերի 4-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները բաժնի պետի գլխավորությամբ արագ բացահայտել են տեղի ունեցած կողոպուտի դեպքը։ Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների երկու աղջիկ գործարանային մետրոյի մոտ մեքենայով մոտեցել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Անժանիկին, նրան հրավիրել Բագրատունյաց Բողոկայում գտնվող իբրև հյուրանոց շահագործվող տարածք։ Կարճ ժամանակում աղջիկները տղամարդուց հափշտակել են 500,000 դրամ, դիմել փախուստի։ Աղջիկները Շենգավիթի ոստիկանների բացատրական աշխատանքներից հետո ներկայացել են ոստիկանություն։ Իմ տեղեկություններով նաև այդ երկու աղջիկները հայտնել են, որ իրենք գումարը չեն տարել, պարզապես այդ տղան իրենց տվել է ամեն մեկին 4,000 դրամ։ Սակայն տղան նշել է, որ իրենից հափշտակել են 400,000 դրամ։ Եվ մի քանի օր է Շիրակի փողոցում դեպի Այրիաթիա տանող թաղամասի ճանապարհին դիտահորը փլուզվել էր ու պատուհաս դարձել վարորդների համար։ Դրա պատճառով մեքենաներ էին վնասվում։ Շամշյան Քոմի հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետի հանձնարարականով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակիցները ոչ միայն այդ դիտահորը, այլ նաև Շիրակի փողոցում գտնվող բոլոր վտանգավոր դիտահորերն ամբողջությամբ փոխել են։ Նոր դիտահոր է տեղադրվել, սպասում են, որպեսզի այսօր կամ վաղը կատարվի նաև ասֆալտապատման աշխատանքներ։